Ողջույն սիրելի ունկնդիրներ, առաջնագծում հաղորդաշարի 2026 թվականի առաջին հաղորդումն է եթերում եւ այն մենք սկսվում ենք հաճելի եւ սպասված լուրով մի միջոցառման մասին, որին կարծում եմ բոլորդ եք սպասում։ Սակայն մինչ այդ թույլ տվեք շնորհավորել մեր բոլորիս անցած տոները եւ մաղթել, որ 2026 թվականը լինի հաջողակ մեզ բոլորիս համար, նշանակալից համայնքի համար, հզոր մեր հայրենիքի համար եւ իհարկե խաղաղ ամբողջ աշխարհի համար։ Չձգձգեմ սպասումները եւ անմիջապես ներկայացնեմ իմ հյուրին այսօրվա։ Կարծում եմ այդքան իմ հյուրը այդքան ներկայացնելու կարիք չունի եւ այսպես Մարիա Հակոբյանյան, մի մարդ, որը հայկական համայնքի առանցքային դեմքերից մեկն է հանդիսանում եւ առանց որի մեր այսօրվա համայնքի դինամիկան եւ ակտիվությունը անհնար է պատկերացնել։ Բարև Մարիա ջան։ Բարև Արմինե ջան։ Մարիա ջան, այս միջոցառմանը իրոք բոլորն էին սպասում եւ ես անձամբ շատ հարցեր եմ ստացել, բա ինչու չկա, երբ հալինելու հաջորդը, կարծում եմ դու ինքդ էլ այդ հարցերը անընդհատ ստանում ես եւ այսպես չձգձգենք։ Ինչ միջոցառման մասին է խոսքը եւ երբ է այն լինելու։ Փորձը ցույց տվեց, որ մեկ-մեկ լավ է, որ մեզ կարոտում են։ Ավելի լավ ենք ընկալում։ Ուրեմն միջոցառումը տեղի ունենալու 23-ին հունվարի, կոչվում է Armo Get Together եւ կազմակերպվում է IB Event-ի եւ Բելգիայի կողմից։ Մարիա, Armo Get Together հավաքները մեծ հեղինակություն են վայելում մեր համայնքում եւ միշտ սպասված են։ Այս անգամ երկար մի քիչ տևեց դադարը, ինչն էր պատճառը, բայց դուք գալիս եք նաեւ նոր հավաքատեղիով եւ այսպես մանրամասները որտեղ է տեղի ունենալու միջոցառումը եւ միգուցե 1-2 բառով ինչու այսքան երկար տևեց այս անգամ դադարը եւ արդյոք դա լինելու է շարունակական նորից ինչպես անցյալում։ Լինելու է շարունակական, իհարկե, նպատակը, ուրեմն ասեմ, նպատակը Armo Get Together-ի միտքը ստեղծվեց նրանից, որ իմիգրացիան հայերի կամ հայտարարություն ունեցող եվրոպացիների փոխվում է։ Հիմնականում հիմա մարդիկ ավելի շատ գալիս են սովորելու, ամուսնանալու, աշխատելու եւ այսինքն չեն գալիս ընտանիքներով, գալիս են մեկ կամ երկու հոգով կամ եւ այդ շփումը, ասենք, ավելի հեշտացնելու համար, մարդկանց իրար հետ ավելի ծանոթացնելու համար մտածեցինք, որ լավ կլինի կազմակերպել մի միջոցառում, որտեղ մենք ընդունում ենք մեր հյուրերին, ծանոթացնում ենք մյուս հյուրերի հետ եւ ստեղծում ենք այդպես ընկերական միջավայր։ Սկզբում վստահ չէինք ոնց կգործի, որովհետեւ մի քիչ սպეციფიկ կոնցեպտ է հայերի համար, բայց կարամ ասեմ, որ շատ հաճելիորեն անակնկալի եկանք, որ բոլորը շատ հավանեցին ու բոլորն էլ ուզում են մասնակցել միջոցառումներին։ Ինչու երկար տևեց, անցած տարի կազմակերպեցինք Լիեժում, որովհետև որոշել ենք, որ Armo Get Together-ը նաև գնում է տարբեր համայնքների հետ մասնակցելու միջոցառումների, կազմակերպեցինք Լիեժի 3 կազմակերպությունների հետ ու բավականին մեծ հաջողություն ունեցանք, այնպես որ մյուս շրջաններն էլ պետք է գնանք։ Շատ կարևոր է գտնել ճիշտ տեղ Armo Get Together-ի համար, որտեղ գոյություն ունի լավ միջավայր ու լավ վայր, որ կարողանանք ժամանակ անցկացնենք։ Ժամը 7:30-ից 9:30 մարդիկ հանդիպում են, զրուցում են եւ 9:30-ից հետո մեր սիրելի DJ Հաչը կամ ուրիշ DJ, հիմնականում Հաչիկն է, արդեն անցնում է ավելի հետաքրքիր մասին միջոցառման։ Ինչ ասեմ, որ չկա տարիքային սահմանափակում, այսինքն կա մինիմում 16 տարեկան, որտեղ դրանից փոքր բարում չեմ կարծում, որ լավ կլինի երեխաներ լինեն, իսկ դրանից բարձր չկա։ Երբեմն երեխաներն են ծնողներին բերում, երբեմն ծնողներն են երեխաներին բերում։ Նպատակը այն է, որ բոլորս հանդիպենք, զրուցենք, ծանոթանանք ու շատ հետաքրքիր ընկերություններ են ստեղծվում։ Հենց շարունակելով քո միտքը, ուզում եմ հարցնել, որ շատ այս հավաքները մեծ հեղինակություն են վայելում համայնքում, դա գաղտնիք չէ բոլորիս համար, եւ այն սիրված են թե երիտասարդների, թե ինչպես ասեցի, թե ավագ եւ միջին սերունդի ներկայացուցիչների կողմից, բոլորը իրենց տեղը գտնում են այստեղ։ Ինչ ես կարծում, ինչն է պատճառը, որ չկա սերունդների բախում հասկացությունը եւ իրոք բոլորը գտնում են իրենց տեղը։
Որովհետև մենք որոշել ենք, այսինքն ես առաջարկել եմ մի մոտեցում, որտեղ չկա քննադատում, չկա, այսինքն 20 տարվա ընթացքում Բելգիայում ես շատ հանդիպել եմ մարդկանց, որոնք ասենք հայերեն լավ չեն խոսում կամ չեն խոսում ու երբեմն իրանք քննադատված են զգում, բայց առօրյա իրանք գործունեությամբ իրանք շատ ավելի հայեցին, գուցե կամ մյուս մարդիկ, որ հայերեն ավելի լավ են տիրապետում, եւ նաեւ գոյություն ունեն երբեմն որտեղից ես գալիս, Հայաստանից ես, Բելգիայից ես, Սիրիայից ես, Թուրքիայից ես եւ այլն։ Մենք անգամ մի հատ վիդեո էինք արել, որտեղ բոլոր մեր հայերը տարբեր տեղերից իրանք լեզուներով հրավիրել էին բոլորին առուն get together։ Իմ նպատակը նա է, որ մարդիկ գան եւ իրանք հանգիստ զգան։ Գան շփվելու համար, ծանոթանալու համար, հայ ընկերներ ձեռք բերելու համար, գուցե իրար հետ համագործակցելու համար, ինչի՞ չէ։ Չկա ոչ մի կրիտերիա, որը միակ կրիտերիան նա է, որ պետք է լինի ջերմ, անկեղծ, անմիջական եւ ուրախ։ Եվ այդպես էլ ես կարող եմ հաստատել, որ հենց այդպես էլ անցնում են այդ միջոցառումները։ Մարիա ջան, բացի այդ ամեն ինչից կան նաև մի հատ շատ կարևոր նպատակ, հա, այս հավաքների ետևում, դա աջակցել բելգահայ հայկական ռադիոյին։ Ըստ քեզ, որպես Սփյուռքի ներկայացուցիչ, ինչի է կարևոր ունենալ հայկական ռադիո Սփյուռքում։ Դե ինձ թվում է ոչ մեկի համար Բելգիայում գաղտնիք չի, որ ես բելգահայ ռադիոյի մեծ ֆան եմ, ասենք սենց, հա, ինչպես դու Արմինե ջան, ինչպես մեզանից շատերը 32 հոգի փաստորեն եւ ունենք 27 հաղորդում։ Եվ վերջի տարիների մենք զգում ենք, որ բելգահայի համբավը, լսողները շատանում են, հաղորդումները հետաքրքրական են դառնում ու պետք է նշել, որ բելգահայը միայն կամավորների հիմքի վրա է, այսինքն ոչ մեկ բելգահայում փող չի ստանում, աշխատավարձ չկա եւ ցավոք սրտի կան վճարումներ ու այդ վճարումները այսօրվա ֆինանսական վիճակում պետության պակասության, գումարների զեղչերի եւ այլն շատ բարդ է լինում վճարելը։ Օրինակ այնա դու լավ գիտես, որ լոտո արեցինք, լոտոն դա հնարավորություն կտա 1 տարի եւս մասնակցել, այսինքն հաղորդումներ անել, վճարել հիմնական ինչ-որ ծախսերը։ Բելգիա նախ օգնություն, այսինքն եկամուտը մուտքի, որը շատ մեծ չի, 5-10 եվրո, որովհետև իմ համար շատ կարևոր է, որպեսզի դա մատչելի լինի բոլորին։ Այդ երեկոյի նպատակը գումարը չի, բայց ստացված գումարը եւ ասեմ, որ մեր DJ Հաչիկներ տալիս է իր գումարը նվիրատվությունը անում Բելգիային, այդ գումարը մուտքի ստացված եւ DJ գումարը բոլորը գնում է Բելգիա ռադիոյին, բայց դա այնց մեծ գումարներ չեն, որով կարելի է շատ հպարտանալ, բայց փոքր։ Եվ արդյոք ուզում եմ օգտվեմ Արմինե ջան, եթե կարելի է, որ կոչ անեմ մեր բոլոր ձեռնարարներին, մեր բոլոր, ասենք, հիմնարկներ ունեցողներին, ռեստորաններ, խանութներ, կազմակերպություններ եւ այլն, որ Բելգիա ռադիոն ընդունում է ռեկլամայի հնարավորություն ունենք, բավականին մատչելի գներով ու կուզենայի, որ մարդիկ մի քիչ ակտիվանային ու կապի մեջ մտնեին Ինայի կամ Արիսի հետ, որովհետեւ Բելգիա մեր բոլորի ռադիոն է ու մեզ համար շատ կարևոր է, մեր երեխաների համար է շատ կարևոր։ Իմ համար հպարտություն է, որ Բելգիայի նման փոքր երկրում մենք ունենք մեր ռադիոն, որտեղ կան հաղորդումներ հայերենով, ֆրանսերենով, երբեմն անգլերենով, ուզում եմ ասեմ, որ տարբեր հաղորդումներ կան, բոլորներ շատ հետաքրքիր են։ Շատ կարևոր թեմա շոշափեցիր Մարիա ջան, չնայած որ մենք բոլորս էլ կամավորական հիմունքով ենք աշխատում, բայց ինչպես նշեցիր, կան ծախսեր, որոնք պարտադիր են եւ մեր ռադիոյի գործունեության համար եւ շատ շնորհակալություն, որ բարձրաձայնեցիր դա։ Իրոք շատ կարևոր էր։ Մարիա, քո հիմնական աշխատանքում դու արդեն շատ զբաղված ես։ Եթե դրան ավելացնենք Մարիշի հետ շաբաթական հաղորդաշարը, Armo Get Together հավաքները եւ բոլոր այն մյուս միջոցառումները, որին դու կամ մասնակցում ես կամ աջակցում քո խորհրդով, ապա հարց է առաջանում, երբ ես հասցնում հանգստանալ կամ ինչպես ես կարողանում, որն է գաղտնիքը, որ կարողանում ես այդ ամեն ինչը հասցնել եւ դա անել բարձր պրոֆեսիոնալիզմով եւ որակով։
Մերսի Արմինջան, ճիշտ ասած, հա, շատ մարդկանց համար զարմանալի է լինում, որ իրենք իմանում են, որ ես ոնց ասում, full time գործ ունեմ ու բավականին զբաղված, դու լավ գիտես, բայց կասեմ սենց, երևի ես այդ տիպի մարդ եմ, որ ես իմ էներգիան ստանում եմ մարդկանցից ու հաճելի միջոցառումներից, այսինքն վերցնենք նույն Մարիշի հետ հաղորդումը, որը շատ անակնկալ էր իմ համար, Արիսի շնորհիվ, բայց ես հիմա արդեն երևի ինձ դժվար կլիներ դադարել այդ հաղորդումը, որովհետև այնպիսի հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթանում, այնպիսի պատմություններ ենք բացահայտում։ Մենք էլ քո հետ։ Հա, անգամ մարդիկ, որոնք իմ կողքին են, որոնց ես ճանաչում եմ, կամ մարդիկ զանգում են, ասում են, ընկերներս հետս կռվեցին, ասեցին, ինչ ես Մարիշի գաղտնիքներիդ պատմեմ, ես չես պատմել։ Ուզեմ ասեմ, մեր համայնքը մենք շատ ջերմ ենք, բայց այդ ջերմությունը պետք է պահպանել եւ սփռել, հա, այսինքն ես շատ ջերմություն եմ ստանում միջոցառումների ժամանակ, հաղորդումների ժամանակ, Armageddon Together-ի ժամանակ, երբ որ մարդիկ ինչ-որ միջոցառման գալիս են, ասում են, վայ, մենք ձեզ ճանաչեցինք, ձեր հաղորդումը լսերենք, իմ համար դա նորություն է, այսինքն այդ տիպի ֆորմատը, ես երբեք ասենք սպիկեր չեմ եղել, ու ես շատ աշխատանքը ֆիզիկապես կամ ինձ չի հոգնեցնում, բայց ես ստանում, ես իմ, ոնց ասում, իմ բատարեկաները, հա, լիցքավորվում են ջերմությամբ եւ անկեղծությամբ եւ այդ որ անծանոթ համարները նամակ են գրում ասում են ինչ եղավ այդ Armageddon Together-ը երկայինելու իմ համար դա մի հատ երջանկություն է որ մենք բոլորս ու ես ուզում եմ ասեմ որ չկա միջոցառում, չկա հաղորդում առանց մեր բոլոր մասնակիցների եթե Armageddon Together-ը մարդիկ հավանում են որովհետեւ յուրաքանչյուր անձ որ գալիս է այդ միջոցառմանը նպաստում է այդ միջոցառման ջերմությանը Ես կարամ կազմակերպեմ, բայց եթե մարդիկ չեն մասնակցում մեծ ոնց պետք է մասնակցի, չի լինի աշխատանքը։ Իհարկե։ Cher Maria, quelques mots en français pour nos auditeurs francophones qui sont de plus en plus nombreux. Qu'est-ce que tu nous prépares? Bah, je prépare une bombe de chaleur et de gentillesse, on va dire. Donc, ce sont des soirées en fait où on se rencontre. On fait connaissance et donc il faut vraiment surtout pas hésiter de venir tout seul. Moi ou les autres membres de Belia High sont là à l'accueil pour vous accueillir, pour faire connaissance et pour vous introduire à tous nos autres amis. À partir de 7h30, donc jusqu'à 9h, 9h30, il y a une partie un peu networking, les gens font connaissance, apprennent à se connaître. Et à partir de 9h30, notre cher DJ Hatch se met au platine pour pouvoir nous faire danser jusqu'à la fin de la nuit. Donc, il ne faut surtout pas hésiter de venir. On n'a pas de critères si vous parlez arménien ou pas. Même si vous êtes arménien mais que vous ne parlez pas arménien ou vous ne parlez pas assez bien l'arménien, on n'est pas difficile. On vous aime parce que vous êtes arménien ou bien on vous aime parce que vous avez des amis arméniens ou on vous aime parce que vous voulez avoir des amis arméniens. Donc, tout va. Et tout ça, ce 23 janvier, vendredi. Oui, vendredi 23 janvier, la Maison des Ailes à Tronn. Et donc, c'est très facile d'accès de la gare du Luxembourg, ou le métro Tronn. Et il y a plein de parkings autour parce que c'est le quartier administratif pour les Bruxellois, ils le savent. Et en soirée, il n'y a pas de problème de parking. D'ailleurs, il y a aussi un parking juste en face au cas où vous ne voulez pas laisser votre voiture dans la rue. Et ma dernière question, Maria Jan, est-ce que justement la soirée est réservée uniquement pour les gens d'origine arménienne ou nos amis non arméniens peuvent nous rejoindre? Oui, donc en fait, la mission jusqu'au 23 janvier, c'est de trouver au moins un ami ou une amie arménienne. Non, je rigole. C'est ouvert à tout le monde, à tous ceux qui sont curieux de la culture arménienne. Et maintenant, bon, tous les Arméniens, ils parlent arménien, ils parlent anglais, néerlandais, français, donc on est tous russes, multilingues. Donc la communication ne pose pas un problème, mais c'est clair que il y aura de la musique arménienne et aussi de la musique européenne, russe ou autre. Mais il y aura de la musique arménienne. Donc si vous voulez vous mettre au pas de danse arménien, vous êtes tous les bienvenus. Merci. Շնորհակալություն Մարիա ջան հրավերս ընդունելու եւ այս լուրը մեզ հետ կիսելու համար։ Ես ուրախ եմ, որ 2026 թվականը մենք սկսում ենք շատ
լավ ու այսպիսի ուրախ լուրով, ինչ որ բան կուզես ավելացնել մեր ընկերներին։ Ուզում ավելացնեմ, որ երկրորդ միջոցառումը արդեն պլանավորված է 27 փետրվարի, այնպես որ շուտ ենք ասում, էլ չասեք չիմացանք, չգիտենք, 27 փետրվարի հաջորդ միջոցառումը կլինի Բրյուսել քաղաքում եւ Արմինե ջան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որովհետեւ շատ լավ գործ ես անում, որ բոլորին ներկայացնում ես բոլոր միջոցառումները, որովհետեւ երբեմն երբ որ մարդկանց հետ շփվում ենք կամ լսում ենք ինտերվյուները, ավելի ցանկություն ենք ունենում գնալ միջոցառմանը մասնակցել, որովհետեւ պատկերացնում ենք ամբողջ աշխատանքը։ Ես ուղղակի եթե կարելի է ես ուզում եմ կոչ անեմ մեր բոլոր համայնքի մարդկանց, մուտքը ընդամենը 5 ու 10 եվրո է։ Եկեք բոլորով մասնակցեք ու դրանով աջակցեք ձեր լուման մտրեք Բելգիահայի կյանքում։ Ես հուսով եմ տարածքը շատ մեծ է ամսի 23-ին, այնպես որ բարեկամ, խնամի, ծանոթ, բոլորին հավաքեք ու բերեք, բոլորից սպասում ենք։ Մարիա ջան, միանում եմ քո կոչին եւ սիրելի ունկնդիրներ, արդեն հունվարի 23-ին դուք ունեք ժամադրություն Բելգիահայի եւ Armenian Events in Brussels event կազմակերպության հետ։ Սպասում ենք ձեզ բոլորին, անպայման եկեք, միացեք եւ ինչու՞ չէ, վայելեք լավ տրամադրությունը եւ լավ երեկոն։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, իսկ դուք մնացեք Բելգիահայի եթերում եւ վայելեք հայկական երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, մեր լավագույն պահերը մեզանից ընդամենը մեկ ռիթմ են հերոսում։ Կհանդիպենք։ Հաջողություն։